Եփեսացիներ 4:28 Եվ նա որ գողանում էր, թողել չգողանա։ Սա օրենքն է ասում։ Հիմա տեսեք շնորհքը ինչ ասում։ Այլ մանավանդ աշխատե իր ձեռքերովը, բարին գործելով, որ ունենա տալու պետք ունեցողին։ Այսինքն արդեն շնորհքը չի ասում մենակ գողացես գողանում ու վերջ, այլ պետք է աշխատես եւ ձեռի տակ մի բան ունենաս, որ կարողանաս օգնել կարիքավորին։ Այսինքն մարդը պետք է գիտակցի չգողանալը, հասկանալի է որ չի գողանում, բայց ինքը պետք է աշխատի։ Չգողանալը սա շնորհքի մեջ ասում է որ ունեցիր մի բան, աշխատիր եւ ունեցիր մի բան, որ կարիքավորին օգնես։ Սրանք հետ իրար նման չեն, գիտեք, օգնել կարիքավորին, ունենալ ասենք ինչ որ բան պետք ունեցողին տալ, սա հեշտ բան չի։ Ավելի հեշտ է չգողանալը, եղբայրներ քույրեր, քանց թե այս ինչ որ ես ասում եմ հիմա։ Այսինքն, որ դու ունենաս բան տալու, նախ տալու համար պետք է ինչ մեզ։ Նախ պետք է աշխատել, որ մի բան ունենաս։ Սոդոմ Գոմոր քաղաքները, որ կործանվեցին, մեղքերից մեկը անհոգություն ու ծուլությունն էր։ Այսինքն անհոգ մարդն է, ծուլ մարդն է, չի կարողանում հավատքի մեջ ապրի։ Նախ պետք է կարողանաս աշխատել, ինքդ քեզ ստիպես, որ աշխատես։ Երկրորդը ինքդ կարողանաս քո սրտին ստիպես, որ կարողանաս ձեռքդ գրպանը տանես ու տաս դրան, ով որ դրա կարիքն ունի։ Ավելի հեշտ է տալը թե առնելը։ Պատասխան ինձ մի ասա, դու ինքդ մտածի։ Ավելի հեշտ տալիս ես թե վերցնում ես։ Ուրախությամբ տալիս ես թե ուրախությամբ վերցնում ես։ Քրիստոնյաները պետք է, հոգևորները, շնորհքի մեջ ապրողները պետք է ավելին կարողանան տալ եւ ոչ թե վերցնել։ Սա է շնորհքը։ Ոչ թե ընդհանրապես դու քեզ անկյուն քաշած, մի կողմի քաշված ապրում ես, այլ դու ապրում ես ուրիշներին օգնելու համար։ Դու ապրում ես Աստծո փառքը ցույց տալու համար։ Դու ապրում ես, որ այն կարիքավորի կողքին կանգնես։ Տեսեք ինչքան կարևոր է, ինչքան օրհնյալ է շնորհքը, թե չէ մեկը էս ասում մյուսը են, դա շնորհք չի։